Ուրախ կրկես, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այժմ ուսումնասիրենք նման բան, կարճ ֆիլմ նորից տեղադրեմ, ես չեմ ուզում այլևս խոսել, բայց մի քանի ֆիլմեր կտեղադրեմ, կզգուշացնեմ, կասեմ մի քանի բան, որը կարող եք անել ու դրանով վերջ։ Գիտեք ինչ, եթե մարդը ինքը չի մտածում և իր ֆիզիկական և մտավոր կարողության համապատասխան ինչ-որ ազգանվեր գործանի, իմ ասել չասելը դա զերոյի է հավասար։ Այժմ, այս սիրկը բոլորդ էլ տեսակ, բոլորդ էլ զգացիք, բոլորդ էլ դրան մասնակից եք, ոնց էին իրար աշխարհի տարբեր բառերով վիրավորում։ Սա ցիրկ է։ Եթե իրականում ցանկանում եք, ապա սրանք բոլորն էլ հասկանում են, որ այստեղից 5 հոգի և այստեղից այսպես 8-9 հոգի բոլոր էլ գնդակահարման հոդվածի տակ են։ Բացի ես մի 3 փոքրիկը այստեղ, մի ես փոքրիկը այստեղ, մնացածը բոլորը դրան մասնակից են։ Եվ այս բոլորը գնդակահարման հոդվածի տակ են։ Իրենք լավ գիտեն, բացի այս անմեղ և մարդու իրական բարեկամ կենթանուց։ Այս մնացածը և այս ցիրկը խաղում են մի պատճառով, որպեսզի Նիկոլից զզված իրական հայ ազգը նորից Նիկոլ ընտրի։ Սա ոչ թե այս ալբանացին ցանկանում է, որպեսզի ինքը լինի, եթե իրեն 1 տրիլիոն գումարել 10, նա դա չի վերցնի, նա հասկանում է, որ հետագայում Հայաստանը դարձավ 10,000 քառակուսի, թե Հայաստանը վերացավ հայերի առաջի արշավանքներից մեկը իր ու այս իր շքախմբի վրա է լինելու։ Նրանք դա շատ լավ գիտեն, դրա համար նա իր վիզը չի վերցնի։ Ինչի 18 թվականին այդ 4 տականքները տվեցին սրան, և սա վիզը վերցրեց։ Սրան այլ ձևով էին բացատրել, թե չէ սա էլ չէր վերցնի իր վիզը։ Ինչպես գիտեք, Բուտլերին նախ Գերմանիայում ասացին, որ կգնաս և մի օր կզանգենք, Ելցինը քեզ կկանչի, կասի խնդրեմ, արի նստի, էս էլ քո կաբինետը, բայց նա չգիտեր, որ դրանից հետո պետք է ասեմ, որ դու դառնալու ես Բուտլերը, Հիտլերի փոխարեն, նույնը Նիկոլը էստեղ։ Նրանք դա չգիտեին, որ դրանից հետո այդքան դաժան ճակատագիր է սպասում։ Դրա համար այս տականքին, համաշխարհային պոռնիկին իբր հրաժարվեց, էլ չի ապրում սրա հետ, որպեսզի այսքանը լինեն ապահով։ Իսկ երեկվա այդ ցիրկը սրանց մեջ, դա իրականում ցիրկ է։ Նրանք գիշերը նստում են և առավոտը ծիծաղում հայ ազգի վրա այս երկու ադրբեջանցու արյուն ունեցող տականքները, որ դու ինձ ես ասա, դու ինձ ես ասա։ Եթե սա նորմալ հեղափոխությամբ նստած, թեկուզ ոչ հեղափոխությամբ, հասկանալով, որ իրեն պաս են տվել, և նույնիսկ Աշոտիկին ասեցի, մի ֆիլմում ասեցի, Աշոտիկ խփի սրան, ընտանիքդ կփրկես։ Աշոտիկը դա չարեց։ Նույնը այս տականքին 4-5 ֆիլմում ասել եմ, սրանց բոլորին և անձնակազմերով լրիվին փակի ու գնդակահարի։ Դու քո հետևը կփրկես դրանով, չարեց, քանի որ սրանք բոլորը մի մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը աճեցվել է Քորշան ժամանակ, նախ ՀՀՇ, հետո ՀՀՇ-ի ազգայիններին, որոնք հայ էին և ազգի համար պայքարող, մի շարք անդամների էլ ես գիտեմ, երբ որ նրանց ասում էի, որ ես ինչ եք անում, չէին էլ հասկանում, հետագայում լաց էին լինում, թե ես ինչ արեցի։ Իսկ դրանից հետո ՀԿԿ փոխարինել և այլն, այսօր էլ իմ քայլը և այլն, դրանք բոլորը մի մեխանիզմ են, դա իրենց ոստիկաններով, իրենց ԱԱԾ, իրենց զորքով
ամեն ինչով, իրենց մամուլով, ամեն ինչով դրանք մի ընդհանուր մեխանիզմ են, բոլորը այդտեղից սնվում են, եթե Նիկոլը Արցախը չվաճառեր, այլ 5 շրջանները տար, նորից նույն բանը կատարվելու էր, նորից ազերիները այդ մնացածը վերցնելու են, և սրանք ոչինչ էլ չէին անելու, քանի որ իրենց քորշուն Լևոնը նման ձևով էր ասել, բայց քանի որ քորշունը, ուշադիր լսեք, որպեսզի հասկանաք ինչ եմ ասում, որպեսզի քորշունը ալիբի ունենար, սրան ստիպեցին, որպեսզի ինքը Ալիևին առաջարկի, որ վաճառում եմ, իրենք գիտեին, որ այդ հրահանգը ստացել են, Արմեն Սարգսյանը արդեն Լոնդոնից բերել էր, որ պետք է տակ, և բոլորը պետք է տակ, դրա համար քորշունը միշտ ասում էր, տղային թող չտան, միջազգային հանրությունը որոշել է, որ դա Ադրբեջան է, ամբողջը, եթե լավ հիշում եք նրան, և դրա համար սա վաճառեց, իսկ հիմա, քանի որ սա վաճառել է և Ալիևը սրա վրա ունի մեծ կոմպրոմատ, դրա համար սրանք չեն նստի դրան, քանի որ իրենք էլ են վերցրել, իրենք էլ են ժամանակին եղել այդ խաղի մեջ, թեկուզ Ալիևը կարող է ասել, որ նարկոբիզնեսում ինքն ու Նարիմանովը, այս ալբանացին ու Նարիմանովը իր հետ բազմաթիվ անգամ տարիներ շարունակ նարկոբիզնեսի մեջ են եղել, դրա համար սրանք պետք է Նիկոլին նորից նշանակեն, որպեսզի Նիկոլը վերջ դնի այս ամեն ինչին, հայությանը վերջ դնի, և իրենք այդ ժամանակ փախչեն, Նիկոլը պետք է փախչի Ալիևի մոտ Կանադայում, Ալիևի հարևանությամբ ապրելու, այս տականքը տեղափոխվելու է Բելառուսիա, և դրանից հետո նաև Հունաստան, մի քանի տեղ այս բոլոր տականքախումբը, բայց քանի որ բոլորին էլ դեմքից ճանաչում ես, սրանց վերացնելը հայերիս համար դժվար գործ չէ, և հիմա նրանք դրան են տանում, և նորից հարցնում են ինչ անենք, այժմ ոգևորություն է, քանի որ քորշունը 80-ը լռանալուց հետո նորից գրեց սցենարը, թե այս սցենարը ինչպես պետք է խաղան, նորից բոլորի մոտ ոգևորություն է, հիմա հարց կլինի ձեր մեջ, միգուցե նաև ինձ տայիք այդ հարցը, ինչի համար, քանի որ այս 4-ը միասին են, և սա է բոլորի գլուխգործոցը, ինչի համար սրանք այս անգամ էլ առաջ չեն քաշում, օրինակի համար Փուռտան Զուրաբյանին, ինչի չեն դա անում, քանի որ սա և իր կուսակցությունը, իր ամեն ինչը պետք է մնա գաղտնի և իբր սուրբ, դրա համար շեշտը ինքը դնել է տվել սրա և սրա միջև, նաև այդտեղ բերել է Կարապետյանին, Նարիմանովը իր գործի մեծ մասը արդեն 18 թվականից հետո մինչ օրս կատարել է, Նարիմանովը հիմա զադնի է դնում, իր ամբողջ խմբով զադնի է դնում, նա այդքան էլ չի մասնակցում այդ ամեն ինչին, նա աշխատում է արդեն իր վեժմեշոկը հավաքի, իսկ սա քանի որ ալբանացին է, այս երկուսը մինչև վերջ պետք է տանեն այս ամենը, և հիմա էլ քորը նաև առաջ բերեց այդ Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը իրականում նա ոչ մի գրոշ էլ չունի, այդ ամենը քորշան և ալբանացու գումարներն են, նա միայն կատարող է, երևի դա դուք լավ չեք հասկանում, որ պետական նախագահ և այլն մարդիկ իրենց անունով ոչինչ չեն պահում, այլ դնում են ինչ-որ հավատարիմ մի շան անունով այդ ամենը, և այս մեխանիզմը մինչ օրս գործում է, և արդեն ոգևորությունը, ուրախ կրկեսը, քորշունը արդեն տվել է բոլորին իրենց
թե ռեպերտուարները ով ինչպես պետք է խաղա եւ խաղում են, սկսեցին իրար հայհոյել, իրար ոչնչացնում են եւ այլն։ Հիմնականում Քորշունը շեշտը դնում է այս 4-ի վրա, որ սրանք բոլորը պետք է ապահովեն այս տականքի, որպեսզի նորից ինքը մնա։ Սրա համար արդեն նշանակություն չունի ինքը այսօր կփախչի, թե մի տարի հետո կփախչի։ Ինքը գիտի, երբ որ փախավ, անընդհատ վախով ապրելու։ Իսկ այժմ, քանի որ այդ մլիցեքն էլ ծառայում են իրեն համար ավելի վիգտնի է, մինչև սիգնալը ստանան բրուտից, որ Հայաստանը կամ 10,000 է, կամ Հայաստանը ոչնչանում է, մինչև այդ սրան նույնպես ձեռք է տալիս, որպեսզի ինքը մնա։ Երեկ էլ սկսել են գովել սրան, գովում են սրան, փնովում սրան, ախր չէ որ սրանք այս բոլորը, սրանք նույն ծառի պտուղներն են, նույն կեղտոտ ԼՏՊ-ի այդ տական քորշան պտուղներն են, սրանք այլ տեղից չեն աճել, սրանք բերովի չեն, սրանք բոլորը նույն կերպ, նույն ձևով են աճել։ Եվ իբր ռուսները հրահանգ են տվել, որ չէ պետք է Սամվել Կարապետյանը լինի։ Ռուսներն էլ, որպեսզի այստեղ իրենց ձեռքերը լվան, ինչպես իրենց ձեռքերը լվացին եւ ռուսամետներն ասում են, որ տեսակ ռուսներն ասեցին, եթե Նիկոլը սենք չասեր, իրենք կպաշտպանեին։ Նիկոլն ով է, Նիկոլը այսօր կա, եկուտ չկա, 5-10 տարով է նստելու, բա հայ ազգը, բա ռուս ազգը։ Դրա համար նաեւ մտածեք խորը, հետո խոսեք, թե այդ ամենի մասին ինչ եք խոսում։ Քանի որ ասել եմ շատ կարճ եմ խոսում, այժմ անդրադառնանք այս երկու անձնավորությունների։ Այս երկու անձնավորությունների տվյալները ստուգելով երկուսն էլ ծագումով հայ են։ Այն մարդիկ, որոնք ազգի համար մտածող են, ինչպես ես եմ 20-19 թվականներին Նիկոլին խորհուրդ տվել չի լսե, նույնը դուք պետք է կապնվեք, ես դա իմ գործը չէ եւ իմ պրոֆիլի գործ չէ, որպեսզի ես դա անեմ, դա դուք պետք է անեք, Հայաստանում գտնվող հայերը, կապնվեք այս անձնավորության հետ անձամբ եւ կապնվեք նաեւ սրա հետ, սա Հայաստանն է, կարող ամեն ժամ էլ գտնել։ Իր եւ ձեր հեռախոսները բոլորը դնում եք մի կողմ, մի 30 մետր հեռու եք գնում դրանից ու սկսում եք խոսել, եւ սրա հետ եք խոսում կամ գաղտնի նամակ գրում եւ սրա հետ եք խոսում։ Ինչի մասին է խոսքը լինելը։ Քանի որ չկարողացաք ունենալ ձեր կուսակցությունը, ապա այս երկուսին, մյուսներն էլ են հայ, այն լեննականցի ջահելն ու վանաձորցի գիրողականցին ակնոցավորը, որ հիմի ակնոց է դնում, այդ երկուսն էլ են հայ, բայց նրանք այդպես ողնաշար չունեն ու նրանք չեն կարա դա անել։ Միգուցե սրանք էլ չկարողանան անել, բայց սրանց հետ կտրականապես հաուչեով պետք է խոսել։ Եթե ձեզ անց են կացնում, միանգամից դրանց փակում եք եւ ազգասեր գործողություն եք կատարում, իսկ եթե ոչ, ձեզ կվերացնենք։ Եվ այդ ժամանակ սրանց խմբում նաև մտցնում եք ձեր անդամներին եւ երկու տեղ, մեկը սրա մոտ, մեկը սրա մոտ, բաց եք թողում այն անձնավորություններին, որոնք կգան հայկական անձնագրով եւ եթե սրանց կարողանաք
անցկացնել, կամ սրանք կամ միասին սրանց անցկացնել, որպեսզի դրանից հետո այդ երկուսը գալով ոչնչացնեն այդ բոլոր մեխանիզմը, գնդակահարեն հրապարակի մեջ, Քորշանից սկսած մինչև վերջի ոստիկանը, ովքեր ազգադապ քայլեր են կատարել։ Սա էլ մի տարբերակ, թեպետ երկուսն էլ ծրագիր են։ Երկուսն էլ ծրագիր են, շատ դեպքում ասեմ մի դեպք, որպեսզի հասկանաք ինչի եմ ես սա ասում։ Բերյան ինքը ազգությամբ հայ է, բայց նա վաղուց փոխվել է, Բերյայի մասին ունեմ ֆիլմ։ Բերյան հլու հնազանդ ցույց էր տալիս, որ ծառայում է Ստալինին, բայց ինքը լինելով խելացի մարդ, նա գիտությունն ու տեխնիկան զարգացնում էր, երբ որ ինքը նստեց, շատ արագ ձևով իրեն վերացրեցին, եթե չհասցնեին իրեն վերացնել, ինքը աշխարհը այսօր կվերցներ, եւ մենք լավ կապրեինք, եւ ամբողջ աշխարհը լավ կապրեր։ Նույնը էստեղ, միգուցե իրենք ծառայում են այդ սիստեմին, բայց իրենց հոգու խորքում հայ մնան։ Դրա համար կոնկրետ փաստերով պետք է խոսեք երկուսի հետ էլ։ Այն մյուսները այստեղ էս Թաթոյան կամ այնտեղ այդ մնացած այդ աղբակույտը, որոնք կան, եւ այն երկուսը Գուրգեն եւ Էդվարդ, այդ երկուսը, որ միացել են իրար, կամ ազգային բևեր են ասում, թե ինչ, այդ Ժիրիկը, Պապյանը, Մապյանը, դրանք դա չեն անելու։ Սրանք կարող են անել մարդկային տեսակետից, հոգեբանական տեսակետից, սրանք կարող են դա անել, որովհետև երկուսն էլ հայ են։ Սրանց կարող եք օգտագործել, որպեսզի սրանք բարձրանան եւ միայն սրանք ձայն հավաքեն։ Ամեն տեղ դա անեք, բայց իրեն պետք է այդ խոսքը տան։ Իսկ եթե արդեն ազգն է իրենց ընտրել, նրանք կարող են եւ Ռոբիկին, եւ Սերժիկին, եւ Նիկոլին, եւ բոլորին նստելուց հետո բոլորին ցծի վրա կանգնացնել։ Դրա համար սրանց վրա իրենք մեծ տոկոս չեն դնում, ամենից շատը մի 5-ից 10% սրան կամ մի 4-5 սրան, որպեսզի սրանք հավաքեն։ Բայց դուք շեշտակի պետք է փոխեք այդ ամեն ինչ, սա մի տարբերակ։ Երկրորդը, այժմ գնում են այդ բոլոր տականքները նաև մարզեր։ Ես մարզերում ցուցադրում եմ ամբողջ Հայաստանը 4 կողմից սարեր, լեռներ։ Ճիշտ է։ Ընդամենը 3 մետրանոց այս խողովակը արժե 500 դրամ։ 500 դրամ։ 12-15 մետրը 2500 դրամ, կես կիլո մսի գին։ 2-3 կանիստր էլ բենզին է կառնում, մի էլեկտրական ստանցիայի ակումուլյատորների յուղը, ակումուլյատորները անջատում, պատստանցիան անջատում, ակումուլյատորների յուղը, ոչ ակումուլյատորների, դրանց այդ պատստանցիայի հետ վառված յուղը, տրանսֆորմատորների վառված յուղը վերցնելով խառնում եք իրար, լցնում եք տրուբեկի մեջ, բերանը փակում։ Երբ որ դրանց շարասյունը անցնում է այստեղով, ավելի բարձր տեղից, երբ որ բաց եք թողնում, նա ամբողջ այս ճանապարհը իրենք արդեն այստեղ են, ամբողջ այս ճանապարհը արդեն բենզինի մեջ է, բենզինի տրանսֆորմատորային յուղի մեջ է։ Հասկանում եք, եւ մի ձևով էլ կարող եք գցել մի քանի լուցկի կամ վառվող նաեւ հեռահար սարք տեղադրել եւ ամբողջը վառվում են ճանապարհին, այդ 30-40 մեքենան
հենց առաջինը անցնում է, սկսում եք այդ դա իրենք մտածում են, որ ջուր է թափվում, մեկը մեկի հետևից այդ արագության տակ մինչև կողմնորոշում են, բոլորն անցնում են, թեկուս վերջինին վառեք, մինչև առաջինը վառվելով գնալու է, թեկուս 30 մեքենայի մեջ 4 մարդ 120, որտեղ նաև հայեր կան, ավելի լավ է դրանք վառվեն Նիկոլի կամ մեկի հետ միասին, քան ամբողջ կյանքում նորից դուք պետք է վառվեք։ Էս էլ մի տարբերակ, կատարեք, եթե ցանկանում եք, այնպես որ այստեղ թանկ ոչինչ էլ չկա, ասում եմ այն, ինչը որ մեզ են ոչնչացել, մենք էլ նույն ձևով պարտավոր ենք իրենց ոչնչացնել։ Ինչպես հայկական հին խոսքն է ասում, սոխի դեմը սխտոր պետք է ծեծես, եթե չանես, ուրեմն քեզ խոտի տեղ են դնում։ Այժմ այս ցիրկը, երբ որ սա արդեն սկսեց կատարել այս օրերին, սա պատահական չբերվեց, նաև նորից սրան պատահական եւ այս երեքին ինքը դրել է մի տեղ, Նարիմանով է այստեղ համարյա չկա, այս երեքը մի ճակատով են կռվում իբր սա մի ճակատով, բայց այդ ամբողջը մի ճակատ է, Քորշունը նորից մտածում է, որ ազգին կարող է խաբել, այն էլ էս ինֆորմատիկայի դարում, դա արդեն հնարավոր չէ խաբել մի ազգի, որին տականք ոչ թե խաբել ես, այլ ազգի մլիցեքի մեջ անասուններ լինելով ազգը չի կարողացել սրան վերացնել։ Նորից եմ կրկնում են հայ գրողներ, հայ մեծեր, որոնք առաջին ցեղասպանությունից հետո եկան Հայաստան, գոնե բացի նժդեհը կունենային նաև գաղտնի գրքեր, որ սրանց մեջ կան նաև թուրքեր, ազերիներ, այլ ջհուդներ, այս տականքը հայ չէ, սա հայ չէ, սա հայ չէ, եւ ՀՇ-ի ամբողջ այդ կազմը պետք է գնդակահարել, այ անբարոյականի լակոտներ, սա իրենից ինչ է ներկայացնում, որ ոչ թե Հայաստանի Աստվածաշնչի, հայերեն Աստվածաշնչի, այլ Թալմուդ են ասում, ինչ այդ հրյաների այդ գրքի վրա է ձեռքը դնում իր երթումակալության ժամանակ, այդ օրվանից սկսած բոլորին գնդակահարել է պետք, եւ հիմա այժմ ներկայացնում եմ սրանց անբարոյականներին, այսօր նորից ծաղկել են, ինչ եմ ես դեմքը ներկայացել, այս խիարի դեմքով այս տականքը, որ հագցնեն կոստյում շալվար, ինչ գործ էլ տան պետք է անի, նրան միայն պետք է այս ձևով հագնվի, որպեսզի հարևանները մի աղջիկ, մի քանիսը տեսնեն, որ տեսեք ինչ տղա է դարձել, բայց մեջը դատարկություն է եւ հենց նման դատարկություններին են օգտագործում։ Եթե ասում եմ հիմա էլ դուրս են եկել, բա Նիկոլ, մենք քեզ կմորթենք, Նիկոլը ես ձեզ կմորթեմ, ախր Նիկոլը երբ որ ասնում է եւ ձեր կողքը եւ Նիկոլի կողքը, այդ նույն տականքներն են, Հայաստանը Չինաստանի պես 1.3 միլիարդանոց երկիր չի, այդ բոլոր տականքները եւ բոլոր տականքները իրար ճանաչում եք եւ այստեղ նստած տականքները եւ այստեղ նստած տականքները, դրանք նույն Քորշան աճացրած թարս ծառն են, նույն ձևով աճացված այս բոլորը նույն պոռնիկներն են, եթե պետք է գնդակահարենք Քորշանից սկսած, Քորշան KGB-ի շեֆերից սկսած մինչև վերջին թեկուզ գալուստը սատկելը նորից պետք է հանել, նորից սատկացնել։ Եվ այս բոլորին անխտիր, դա տարբերություն չկա, եթե այս մոլախոտներին թողնում ես որևէ մեկին կամ սրան, այս մոլախոտները նորից իրենց նմաններին արագ աճեցնում են։ Բայց սրանք որտեղից ծագեցին, այս տականք պոռնիկը որտեղից ծագեց։ Այ հասկացեք, թե ինչպես են 30 տարիներում այդ ամենը կատարել։ Հիմա եւ հիմնական հարցին անցնենք։ Պարոն Մշեցի, չգիտեմ ինչպես կընդունեք իմ ասածս, անհատները ոչինչ չեն կարող անել, 1-2 հոգին ինչ-որ բան անելով դրանից բան չի փոխվի։ Կրկնություն չլինի, ես միակ
փրկությունը տեսնում եմ Կարեն Արայանի միանալը։ Ընկեր, 1000 անգամ ասել եմ, բոլորը ծրագիր են եւ այս նույնը նույնպես փակ է եւ 1-2-ով կլինի եւ երբ որ սա ցուցադրում եմ, սա 2 հոգու գործ է։ Նախ առնում են մի 4-5 տրուբա, այս խողովակները տեղադրում այնպես որ չերևա եւ երբ որ բացվի փականը հեռահար մեծ ճնշման տակ ամբողջը թափվի այստեղ, երկրորդը նաև վառվող սարքը, իրենց մի մեքենան լինում է սրանցից հետ, մի մեքենան 1 կիլոմետր առաջ։ Այս մեկը զանգում է սրան, ասում է ինչ եղար ուր ես, սա էլ ասում է մեքենան մի քիչ փչացել էր, մի րոպեից այդտեղ կլինեմ, այսինքն մի րոպեից այս տականքներն անցնելու են կնոպկեն դու սեղմի ու դու թռի, դու չկաս։ Իսկ այս հետևինը գալիս է սրանց հետևը մի քիչ հեռու իրենցից կանգնում, իրեն այդ ագնետուշից էլ հանում, իբր գալիս է սրանց օգնելու եւ դրանով հարցը փակվեց։ Ման են գալիս ոչ մի մարդ էլ չկա։ Այսպես են գործը անում։ 2 հոգով կարող են անել, մի ուրիշ տեղ 2 հոգով կարող են անել, 2 անգամ 10,000 լինում է 20,000, այսինքն 20,000 2 արեցին։ Իսկ եթե միանգամից 200 հոգի ես հավաքում, 200 հոգու մեջին ծախվողներ ամենակիչը 20 հոգի կլինեն, ամենակիչը 20 հոգի։ Դրա համար ինչ ասում եմ, ես իմ ասածին տեր եմ, դուք մտածեք։ Ռուսը այս միակ բանը, որը բացարձակ ճշմարտություն գրել է, ռուսը տաշիրներին ուղարկել է Հայաստան օգնելու Քոչողլուն, որպեսզի համատեղ կարողանան պահել Նիկոլօղլուն, մինչև Նիկոլը ռսի պահանջով երկիրը տա Թուրքի, բայց մենակ սրա հետ չեմ համաձայն, ռսի պահանջով, եթե ռսի պահանջը լիներ, ռուսը չէր տա, ռուսը կթողներ անընդհատ իրար միս ուտենք, բրուտի պատվերով։ Հիմա, իսկ եթե պետք է գնաք ընտրությունների, ես այդ անձնավորությունը, որը շատ բարեկիրթ եւ շատ հայ անձնավորություն է, չգրեցի նրա անազգանունը, ծրարի մեջ լցնել մի քիչ կաուստիկ սոդա, որը խանութներում վաճառում է, եւ մի քանի կաթիլ ջուր եւ գցել արկղը, ամեն ինչ կոչնչանա, եթե ցանկանում եք, սա արդեն ձեզ համար մեծ բան չէ, միայն չգրեք, որ կաուստիկ սոդան որ խանութից առնենք, քանիս է փողերն ուղարկեք, կամ ջուրը աղբորից լցնենք, թե առնենք խանութից շշով ջուր, այդ մասին չգրեք այլևս։ Մշեցի, բոլորը սուտ կրկեսային խաղեր են բրուտի կողմից, ուղարկում է ԱՄՆ նախագահի կամ Եվրոմիության անդամի, խոսքեր են տալիս, քանդում ձեր հայրենիքը, հետո կույսին պոռնիկ դարձնելով, վրաները ծիծաղում ու հեռանում։ Ռուսին պաշտպան կամ բարեկամ համարողը իրեն կամ իր երկիրը դնում է նժարի վրա եւ ասում, արի ու ինձ վաճառի հանուն ռսի ու թուրքի շահի, քանի որ սրանք մեկը մյուսից կախված է այդ երկու նեղուցներով։ ԱՄՆ ամենադեմոկրատական երկիրն է, երբ կատարում է բրուտի նախնական քայլը, իսկ հետո դառնում է միապետ ու դաժան։ Հայերին հաղթել են, այժմ ինչի կարող եք պարտվել, այս մասը կարդամ, որպեսզի հասկանաք, ժանտախտի մեծ համաճարակներ, ժանտախտը բակտերիալ վարակ է, որը պատմության մեջ մի քանի անգամ ոչնչացել է միլիոնավոր մարդկանց, սև մահ, 1346-1353 թվականներ մղձավանջային համաճարակ, որը խլեց Եվրոպայի և Ասիայի բնակչության 30-ից 60%-ի կյանքը, հենց այս ժամանակ թուրքերը բրուտների օգնությամբ կարողացան վերջնականապես հաղթել և ստրկացնել մեզ։
որովհետև ազգի մեծ մասը հիվանդության մեջ պառկած էր։ Նույնը կատարվում է հիմա։ Ինչի համար այս մասին խոսեցի, քանի որ նույնը այդ 7 ամերիկյան լաբորատորիաները նույնը կատարում են հիմա Հայաստանում։ Հուստինյոսի ժանտախտ այս թվականներին բյուզանդական կայսրությունում բռնկված առաջին գրանցված համաճարակը նույնը նաև Բյուզանդիան մեր է և հույներինն էր, բայց ավելի շատ մեր է, հենց այդ ժամանակ նույնպես։ Եվ դրա համար թուրքերը բյուզանդական մասը իրական հայկական էթնիկ մասից են կողմը ավելի շուտ Թուրքիայի հաջորդ կեսը ավելի շուտ կարողացան վերցնել, քան մեր մասը։ Անտոնիոսի ժանտախտ 1665-180 թվականներին հռոմեական կայսրությունում, սա էլ բրուտները նույնպես կատարեցին, որպեսզի հռոմեական կայսրության վերջը գա, և վերջը բերեցին հայերը ասորիների հետ միասին։ Լոնդոնի մեծ ժանտախտ այս թվականներին բռնկում, որը դատարկեց Անգլիայի մայրաքաղաքը, բայց նրանք այդ ժանտախտի ժամանակ աջյալներ էին վերցնում, բրդյա հետ աջյալ եք ասում, թե չգիտեմ հայերեն ոնց եք ասում, դրանք տեղափոխում էին նավերով Ամերիկա և այնտեղ այդ տեղաբնիկների ղեկավարներին տալիս էին իբր մեծ պատիվ է նրանց և դրանով փաթաթվի քնի և բոլորը մահանում էին, մի մասին էլ խմացնելով գիշերն էին մորթում։ Նույնը հիմա Հայաստանում կատարվում է, դրա համար ասում եմ զգույշ եղեք, սթափվեք այդ ամեն ինչից, մեկ ասի դե լավ այդ դեղերը տվել են լաբորատորիաները կա, բա մենք ինչ անենք, մեռնենք, դուք եկեք մեզ փրկեք, չէ, ասում են ինչ վիճակ է ձեր մոտ և մեր մոտ և ինչ է սպասում, հասկացաք, այս մասը շատ լավ կարդացեք, և հիմա նորից այս մասին ասեմ, որպեսզի չմտածեք, ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք մեկ անի, ես երկուսին էլ ավելի շուտ մերկացրել եմ, կարող եք կատարել այս ձևը և ընտրությունները չեղյալ համարվի, հետագայում, եթե հնարավոր լինի, կուսակցություն ստեղծենք կամ գտնենք, և Սարիբեկյան և մնացած գիտնականներ մտցնելով այդտեղ մեր գործը կատարենք։ Իսկ եթե չի լինելու, ապա սա չմտածեք, որ ասեք, ինքը սրանց մարդն է, տեսակ հիմել ասում է սրանց, ես սրանց չեմ ասում, և նորից կրկնեմ, ծայրից ծայր Քենիայից եկած սրա ասածները լրիվ սուտ է։ Երկորդը, զանգում է ոստիկանություն, արդեն այնտեղ պատրաստ, հանկեր Ղուկասյանը կարծեմ ազգը, Ղուկասյան դուք եք, ձեր հարցը ասեք, պատասխանը կասեմ, արդեն պատրաստված է, ոստիկանությունում, Նիկոլի ոստիկանությունում դոգին պատասխանում, ծիծաղել է, ինչ եմ սա ասում, և Բերիայի դեպքը այստեղ ասացի, ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք մեկ անի, բայց չունեք այլ մարդ, և չեք էլ ներդրել, և չեք էլ կարող ներդնել, քանի որ ցանկություն էլ չունեիք, և նույնիսկ բարեկամներով, հարևաններով, երբ որ սուրճի կամ նարդ եք խաղում, նույնիսկ այդ ժամանակ չեք որոշում, որոշումը ընդունվում է, երբ որ երկու հոգի նույնիսկ նարդ են խաղում, երկուսով գալիս են երրորդ լավ հարևանին, որին 100 տարի ճանաչում են, բարեկամին, այդպես հավաքում և անում էին, ոչ թե սպասեք, միայն կարդաք տանը, այս ինչը գրեց, այս ինչին սա պատասխանենք և անցնենք այս ձևով, և սրանց առաջ էլ կամ ուլտիմատում դրեք, կամ վրաները
գիծ քաշեք, քանի որ ընտրությունները կեղծելու են եւ անցեք այս մեթոդը։ Դուք որոշեք։ Եվ մի մտածեք, որ այստեղ նորից ես ճիշտ եմ խոսում։ Միգուցե ձեզ եմ փորձում։ Միգուցե մտածում եմ, որ դուք ինչ կանեք, հիմա ինչ կպատասխանեք։ Թեպետ վերջերս արդեն Հայաստանում մեծ մասը արդեն գումարները այդ Կարապետյանի եւ այլն վերցրել են, նրանց հեչ պետքն էլ չէ, այստեղ մնացել են ինձ մոտ նայողներ մոտարապես մի 5000 հոգի, որոնք նորմալ էլ արդեն էլ չեն էլ դիտում։ Եվ վերջում ինչ է սպասվում, սպասվում է նա ինչ որ Մայքլին Բրուտներ ասել, ինձ թվում է դա է սպասվում, բայց ամենայն դեպս բոլոր տարբերակները դուք ձեր մեջ քննարկեք, եղել են պահեր, օրինակ այս ՀՀԿ-ի մեջ եղել են մի քանի անձնավորություններ, ճիշտ է իրենք կեղտոտ լակոտներ էին, բայց իրենք հայ էին, եթե հնարավորություն լիներ Սերժի փոխարեն մեկ ուրիշը լիներ, հայ, նրանք այդ ժամանակ էլ այդ գործը կկատարեին, հայանպաստ կկատարեին, Սերժը չէր, մեկ ուրիշն էր կատարեին նրա գործը, բայց երբ որ ասեիր արդեն լրիվ հայերն են եւ դու էլ պետք է կատարես, կատարեր ինքը։ Այդ անձնավորություններին Սերժի մի 3 անձնավորության ես ճանաչում եմ։ Իսկ սրանց երբեք սրանք բոլորը սրա հետ բոլոր կապերով կապված են։ Նորից եմ կրկնում։ Այս անձնավորությունը այդ ադրբեջանցի ալբանացու համար ինքը եղել է պաշտպան, մեծ գործ է կատարել։ Սա պետք է ամենակիչը մի 10 միլիոնանոց տղա լիներ հիմա։ Նույնը Ռոբիկի, Սերժիկի ժամանակ սա մեծ գործ է կատարել։ Եվ նույնպես պետք է հարուստ լիներ։ Սա փախստականը, սա էլ երևի նոր կոստյում շալվար են հագցրել։ Դրա համար, որպես երկուսն էլ հայաստանցի, սրա մի ընկերն էլ ինձ գրել էր, ինքը երևանցի տղա է, եթե երևանցի է, ծագումով երևանցի է, սա էլ հայ է, դե ուրեմն հիմա էլ հայություն արեք, իրենք կռեսություն են արել հայ ազգի նկատմամբ, դուք էլ կռեսություն արեք իրենց նկատմամբ։ Այսքանը մտածեք, ես ոչ սրանց եմ կում, ոչ որևէ մեկին։ Իմ ցանկությամբ եթե լիներ, պետք է լիներ Սարիբեկյանը, ու այդ դեպքում կլիներ ուրիշ երկիր։ Բայց հիմա, քանի որ ժամանակ չկա, դիմեք, տեսեք ինչ պատասխան են տալիս, եւ այդ պատասխանը ինձ, իմ էլեկտրական փոստի վրա ուղարկեք, թե բառը բառ, կամ նույնիսկ ձայնագրեք ուղարկեք, թե ինչ պատասխան են տվել, կասեմ, կկատարեն, թե չեն կատարի, մարդ կլինեն, թե նորից տականք կմնան, ոնց որ միշտ կամ հիմա, այսքանը։